Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է, շաբաթօրյա Փակ TV-ն, որը ավանդույթի համաձայն ուղիղ կապ է հաստատում Մոսկվայում գտնվող մեր ծրագրի լավագույն բարեկամներից մեկի համայնքական ճակատ շարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Պարոն գեներալ, ուրախ եմ ձեզ ողջունելու համար, լավ եղեք, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Տեսեք, որքան մոտենում են ընտրությունները, այնքան պայքարը, ինչպես ասում են, մրցակիցների միջև գնալով ել ավելի լարված ու հետաքրքիր է դառնում։ Իշխող ուժը փաստորեն անողոք պայքար է մղում հատկապես այն կուսակցությունների ու դաշինքների նկատմամբ, որոնք այս ընտրություններում հաղթելու լավ հնարավորություններ ունեն։ Այստեղ ինչ զարգացումների մենք կարող ենք սպասել։ Պարոն Ղուշյան, մենք տեսնում ենք, որ մեր այսօրվա այդ ՔՊ կոչեցյալ կուսակցությունը խառնված է իրար։ Կա երկու, այսպես շատ կարևոր բան, որ իրենք հասկանում են։ Առաջինը, որ իրենք հաստատ չեն հավաքելու ձայների այնքան քանակ, որ այսպես ասեմ, ոնց է ինքը ասում, միանձնյա կազմի կառավարություն ու ինչ ուզի անի։ Հասկանալի է, որ դա արդեն անհնար է։ Մենք բոլորս դա հասկանում ենք։ Եվ երկրորդը ինքը հասկանում է, որ իր շանսերը ապագա վարչապետ լինելու եւ իրենց այդ ՔՊ կոչեցյալների, այդ թքող առաքելությունով եկած մեր Հայաստան ղեկավար որպես որ ժողովրդի վրա թքում են, չագուչով են մանգալի, հասկանում եք, իրանց վերջը եկել է։ Իրանք չեն դառնալու վարչապետ, սա հայոց պատմության մեջ, գիտեք, մի հատ այսպես ասում են, չէ, կոսմոսում կա այդ չորնե դիռա, ոնց է, սև չլսեցի կներեք։ Իրանք այդպես եկել են Հայաստան եւ հիշեցնում են այսպես սև անցք, ոնց որ կոսմոսում է։ Մեր պատմության մեջ դա լինելու է սև անցք։ Ինչի համար սև անցք, որտեղ իրենք փորձում են իրենց կուլ տալ եղերնին, փորձում են մեր սիմվոլները ոչնչացնել եւ այլն, մեր դարերով եկած թշնամուն չոքել են դեմները, անդե երկու բիզնեսմեններ էլ բանը հետևից վազվզում են, որ Բաքվից նավթ առնեն, բերեն ժողովրդի վրա ծախեն եւ այլն։ Ինքը դա հասկանում է եւ պարզա որ շարունակում է։ Տեսեք ինչ անում, ամեն օր ձերբակալումներ։ Ես ասում եմ, ամեն օր կարդում ենք մի տես սպանություն է։ Միտեղ կողոպուտ է, նարկոտիկ է, կռիվ է, չգիտեմ ինչ է, հասկանում եք, բայց ձերբակալումները սա քաղաքական գործիչներ են։ Ասում եմ, լսել ենք այնտեղ, որ իրանք իրար հետ խոսում են, մեկը մեկին փող պետք է տա, նո ես հարց ունեմ։ Իսկ ինչի հիման վրա եք դուք գաղտնալսում անում։ Հարց ունեմ։ Ինչից եք որոշե, որ պետք է օրինակ այս քաղաքացուն դնեք գաղտնալսման։ Դրա համար պետք է պարզ ապացույցներ, երբ են մարդուն դնում գաղտնալսման վրան, որ երբ որ արդեն հարուցված է քրեական գործ։ Ոչ թե գնում ասում օպերատիվ տեղեկություն ենք ստացել, պետք է գաղտնալսման դնենք, դա հիմք չի։ Օպերատիվ տեղեկությունը, դա գիտեք ինչ, մեր դեպքում, մեր MVD-ի եւ ԱԱՑ-ի դեպքում դա շատ դեպքերում հորինված տեղեկություն է։ Հորինված, եւ այդ հորինված տեղեկության վրա իրանք մարդկանց դնում են, սկսում են լսել։ Ես ճիշտն ասած դեմոկրատիայից եմ խոսում, բայց ինքը ինչ իրավունք ունի լսում է, 14 հոգու, 20 հոգու դնում լսում է։ Սա Հայաստանը դրած լսում է WhatsApp-ով, չգիտեմ, հասարակ կապով, մյուս մեսենջերներով, ինչի հիման վրա։ Դուք ով եք։ Ու տեսեք ինչ է կատարվում։ Սա մեխանիզմը խոտ է տվել։ Անդե
այսօրվա գործող այդ քնչականի պետը, որը դատվելու է, դարելա սրա կամակատարը։ Երկրի դատախազը դարելա սրա կամակատարը։ ԱԾ-ի տնօրենը դարելա սրա կամակատարը։ Դրանք իրենք չեն ծառայում ժողովրդին։ Չեն ծառայում։ Ես ոչ թե սա ասում եմ, որտեվ իրանց լավ չեն վերաբերվում կամ ես ասել եմ քնչական ծառայության, դատախազության, ազգային անվտանգության ծառայության ծառայողների 85-ից 90%-ը կարգին մարդիկ են։ Բայց այն 10 հոգին, որ պղտորում են այդ ծառայությունը, խայտարակում են։ Ուղղակի այն մարդիկ չեն կարող, չունեն այդ իրավունքը, չունեն այդ իշխանությունը, որ կարողանան դրա դեմ առնել։ Ազգային անվտանգության ծառայության պետին։ Ես ընդամենը հարց ունեմ։ Դու ամոթ չես անում, այնգեր։ Դու ժողովրդին չես ծառայում, չես ծառայել։ Ու ես ճիշտն ասած մի բան էլ ասեմ։ Ազգային անվտանգության ծառայությունը մեր մոտ սուրբ է։ Ինչ եմ այդպես ասում։ Պարոն Ղուշյան, 34 տարի մենք անկախ պետություն ենք։ Դուք մի օր լսել եք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակից բռնեն դավաճանության համար։ Մի օր լսած կաք։ Այդ ինչա իրանք սուրբ են։ Բայց սա օրը լսում ենք, ՊՆ-ից բռնին, ՄԻԴ-ից բռնին։ Ես չհասկացա, այդքան սուրբ եք, ղեկավարությանը նկատի ունեմ։ Այդքան սուրբ եք, ինչ գործ ունեիք այդ ծառայությունում։ Գնայք եկեղեցի։ Թող չնեղանան էսից եկեղեցականները։ Շատ վատ մթնոլորտ է երկրում։ Շատ վատ, վախի մթնոլորտ։ Վախում են, ժողովուրդը վախում է խոսել։ Ինձ զանգում են դատախազներ, դատավորներ, քննիչներ, ԱԾ-ի աշխատակիցներ, զանգում են եւ մարդիկ վախեցած են։ Վախեցած են։ Բոլորն են վախեցած։ Ու ինքը հասկանում է, որ ինքը չի լինելու։ Դրա համար էլ է դա։ Պարոն գեներալ, ես պիտի ասեմ, որ տարածաշրջանում էլ վիճակը այնպեսի ինչ է, որ մենք հանգիստ լինենք։ Հատկապես վերջին դեպքերը ցույց են տալիս, որ գնալով դեռ լարված է մնում Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել այս հակամարտությունը։ Ճիշտ է, օրեր առաջ Իրանի արտգործնախարարը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ, ով խոստացավ, որ ամեն ինչ կանի, որպեսզի կարողանա հաշտության եզրեր գտնի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Այստեղ ինչ զարգացումների կարող են ակնհայտ լինել։ Պաղուշյան, ես ճիշտն ասած չեմ կարա այսպես կարծիք հայտնեմ ինչ կարան անեն, ասենք ռուսական կողմը կամ ինչ չի կարա անի, դա ինչ էլ ասեմ, դա ընդհանրապես կարծիք է ու կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են եւ դրա պատասխանը ունեն։ Ես ուզում եմ ուղղակի հիշեցնեմ, որ մեր խոսակցություններից մեկի ժամանակ ես ասեցի հավանականությունը, որ Իրանը այս պատերազմից դուրս է գալու ավելի հզոր, բավականին մեծ է։ Մենք սա հիմա տեսնում ենք, ոնց որ թե սա գնում է դրան։ Եվ կարծում եմ, որ այս պատերազմից հետո տարածաշրջանում բավականին մեծ բաներ փոխվելու է։ Առաջինը, ամերիկացիներին շատ ավելի կոշտ են սկսելու հեռացնել մեր տարածաշրջանից։ Իրանը չի թողելու իր հարևանները դառնան ամերիկացիների կամ չգիտեմ Իսրայելի ղեկավարության կամակատարները։ Այս վերջերս բավականին կոշտ հայտարարություններ է գնում Ադրբեջանի հանդեպ, որտեղ բոլոր հարվածներից, եթե սենց վերցնենք, 60-ից 70%-ը օգտագործվել է Ադրբեջանի օդային տարածքը։ Բացի դրանից, հետախուզական միջոցառումները
խոսքը գնում է ներթափանցելը Իրանի տարածք 90%-ով կատարվել է Ադրբեջանի տարածքում։ Եվ մենք հասկանում ենք, որ դա անպատասխան չի մնա եւ Իրանը չի ներելու ադրբեջանցիներին։ Չի ներելու։ Եվ թող մեր այդ կզող ղեկավարությունը մի քիչ գոնե հեռուն է, ես ուզում եմ հուշեմ եւ չկատաղացնի այն հարևանին, որը մեզ այս վերջի 100 տարին հաստատ բարեկամական վերաբերմունք է ցուցաբերել։ Հասկանում եք, դուք հասկանում ես ինչ են անում։ Ու ես ձեզ ասեմ, ամերիկացիներին այդ թվում սկսելու են հեռացնել Թուրքիայից, որտեղ մենք հասկանում ենք, որ թուրքերն են, հենց չի որ ամերիկացիների արևով են երթվում։ Թուրքերին ամերիկացիները պետք են եղել, որ դիմադրեն սովետական միությանը, բերել են, բազավորել են եւ այլ եւ այլ։ Այն ժամանակ իհարկե թուրքերի համար շատ վտանգավոր էր եւ իրենք այդտեղ ստացան ամերիկյան բազաներ, դեռ մի քիչ ուշ ճիշտ է մտան ՆԱՏՕ եւ այլ, երբ որ ՆԱՏՕ-ն կազմավորվեց, իրանք ուրիշ ճար չունեին, բայց հիմա դա արդեն իրանց պետք չի, որտեվ այն պարտադրանքները, որ թելադրում են իրենց ամերիկացիները, թուրքերին այդքան է դուր չեն գալիս։ Բացի դրանից, թուրքերի մոտ մեծ հարց կա, քանի որ ամերիկացիները շատ ավելի ջերմ հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, քան Թուրքիայի հետ։ Այստեղից մենք պետք է հասկանանք, հա, որ ելի մենք կարող է ճիշտ չգնահատելու մեր երկրի ղեկավարությունը, ճիշտ չգնահատելու, հասկանում եք, ելի սխալ ընտրություն անի։ Այն ժամանակ ու 100 տարի առաջ Էրդողանը այս վերջերս որ խոսում էր, ասես չէ, ասեց 100 տարի առաջ մենք ունեցել ենք նույն ձևի շանս, ոնց որ հիմա նույն իրավիճակն է եղել։ Սա ինձ մի ամիս առաջ ասեց։ Հիմա էլ նույնն է ու մենք պետք է օգտվենք, իր ասածն եմ ասում։ 100 տարի առաջ եղավ Եղեռնի մեզ վերաբերվող մասով։ Այս ամսի 28-ին որ պետական տոն է, եկեք հիշենք այդ ինչ տոն է։ 18 թվականի հանրապետության տոնն է, որի կազմում մտնում էր եւ Արցախը, եւ Վանը, Ղարսը եւ այլ եւ այլ։ Հիմա ուզում եմ հասկանամ։ Պարոն Փաշինյան, դու ինչ գործ ունես այդ տոնի հետ, որ մի հատ էլ ուզում ես տիպը պարադ անցկացնես։ Ու ուզում եմ բոլորին հիշեցնեմ, որ մայիսի 28-ը Ադրբեջանի անկախության օրն է։ Մենք մայիսի 28-ին երբեք շքեր չենք արել։ Դա ուղղակի եղել է պետական տոկ ի պատիվ 18 թվականի մեր այդ պայքարի, որը որ այն ժամանակ մեր պապերը ստացել են անկախություն։ Դա է եղել։ Հիմա դու այդ շքերթը անցկացնում ես ինչի համար։ Ադրբեջանի տոնն ես բանանում։ Ես իմիջիալոց առաջարկում եմ Փաշինյանին մյուս Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ գնա իր տեխնացիոն ընդ դնի։ Կարող հաղթի։ Գիտեք որ այդ նկարները Բաքվում կախած է Ադրբեջանի։ Ես լուրջ եմ ասում, թող գնա այնտեղ իր բանը դնի։ Ինչ է եղել։ Թող ինձ ներեն, պետք է ասեմ։ Ոչ անունն է հայկական, ոչ էլ ազգանունն է հայկական։ Ինչ գործ ունի մեր մեջ այդ մարդ։ Իշտ է, ես գիտեմ շատ պատվավոր Փաշինյանն էր, բայց նրանց անուն կա Վարդան Փաշինյան կա, իմ ենթական ա եղել։ Հա? Արսեն Փաշինյան կա։ Այդ մարդկանց անունները գոնե հայկական են։ Իրանը ոչ անունն է հայկական, ոչ էլ ազգանունն է հայկական։ Թող գնա Ադրբեջանում իր տեխնացիոնը դնի, իր շուն ու շանգյալն էլ հավքի այդ քպայականներին։ Ու հենց ռադը քաշի գնա մեր իր զոմբիներն էլ թող հետները տանի։ Ես ասում եմ, իրանք ձև չունեն։ Ցանկացած քաղաքական ուժ գալիս է եւ գնում է։ Շատերը իսպար վերանում են։ Չեմ կարծում, որ 100 տարի հետո քպեք կուսակցություն անելու։ Չեմ կարծում։
Համամիտ եմ ձեզ հետ, պարոն գեներալ, վերադառնանք մեր ներքին խոհանոցին, նախընտրական այս փուլը իհարկե շատ այսպես մեծ հետաքրքրություն է իսկապես առաջացրել։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես ԿՊԱ-ականները անողող պայքար են մղում հատկապես այն ուժերի դեմ, ովքեր հաղթելու լավ հնարավորություններ ունեն։ Խոսքս առաջին հերթին ուժեղ Հայաստան կուսակցության մասին է, որի ղեկավարը գտնվում է տնային կալանքի տակ, բայց այստեղ մենք ինչ զարգացումների կարող ենք հանդիպել։ Պարոն Ղուշյան, դե ոնց որ թե ես այդ հարցին մասամբ պատասխանեցի, ինչ վերաբերվում է մյուս կուսակցություններին կամ մյուս դաշինքներին, որոնք որ մտել են ընտրական այսպես պայքարի մեջ, դե իրենք պիտի հասկանան, որ ազնիվ պայքար իշխանության կողմից չի լինել։ Տեսեք իմ մասով։ Ինչ ազնիվ պայքար։ Ինձ մեղադրում են, ասում են, անզգուշությամբ ես որոշում կայացրեցի ու քանի որ իմ ավտորիտետը շատ մեծ էր, մենք զիջեցինք ինչ որ սև լիճը։ Իմիջիալոց ասեմ, դա քննչական ծառայության օֆիցիալ հայտարարություն է։ Ես ուզում եք մի հատ ձեզ բան անեմ։ Գործի մեջ, իսկ գործը ես գտել եմ ինտերնետից։ Ամբողջ գործը։ Գործի մեջ մեղադրանք ուրիշը։ Ոնց է ձեր համար։ Ես դրա համար եմ ասում, այդ քննչական ծառայության պետը չեմ ուզում կոպտեմ, բայց թող հավատա ինձ, ինքը ապագա չունի։ 360 աստիճան ապագայի մասին է։ Թող ինքը հասկանա ինչ եմ ասում։ Ինքը ապագա չունի, որտեղ ինքը սպասարկում է ոչ թե մեր ժողովրդին։ Ինքը չի զբաղված հանցագործության դեմ պայքարի, որը իր գործն է։ Ինքը զբաղված է Նիկոլ Փաշինյանի սպասարկման։ Ինչ ենք զարմանում, որ Սամվել Կարապետյանի վրա նույն ձևի բան են արել, ընկել են հետևից։ Ինչ ենք զարմանում։ Ինչ ենք զարմանում, որ այն 14-20 հոգու կարա ձերբակալի տանի։ Այդ չհասկացա։ Ըստ մեր տեղեկությունների Էջմիածինում այդքան մենք բան ենք նկարել, որի վրայա քրեական գործ հարուցվել։ Ինչ ելք ունի չկա։ Իսկ մեր հանդեպ քրեական գործեր, հերավար դատավարություն, իմ հանդեպ ինչ որ հերավար դատավարություն են սկսել այդ Սև լճի մասով։ Հետաքրքիր է, չէ՞, պաշտպանության նախարարը եղել է Վաղարշակ Հարությունյանը, այսօր իր թիմից գնացել է տիպը ուրիշ կուսակցությունով ընտրվում է։ Ուրեմն իր վրա քրեական գործ չեն հարուցել։ Քանի որ թուրքերը մտել են մայիսի 12-ին, ես դրանով որպես գլխավոր շտաբպետի առաջի տեղակալ սկսել եմ զբաղվել մի քանի օր հետո իրացուցումով ու զբաղվել եմ միայն ու միայն բանակցություններով։ 10 օրեր ես նշանակված էի։ Ես ժամանակ չեմ ունեցել դիրքերի տեղը ուսումնասիրեմ, որ հələ մի հատ էլ առաջարկեմ, ես ինչ դիրքը տանք։ Հասկանում եք։ Նորից եմ կրկնում, տարբերություն կա հրապարակած մեղադրանքի մեջ եւ գործում կցած մեղադրանքի մեջ։ Շատ հետաքրքիր է։ Գործն էլ ինտերնետով ման է գալի։ Դրա համար ես ասում եմ, մենք անցնելու ենք մեծ կառուցվածքային փոփոխությունների, որ այդ ծառայությունները, որոնք պետք են ապահովեն մեր քաղաքացու անվտանգությունները, թե ներքին, թե արտաքին, մենք վերակառուցելու ենք։ Ես անցած անգամ իմ ելույթներից մեկի ժամանակ մի քիչ ասեցի։ Մենք լուծարելու ենք ազգային անվտանգության ծառայություն։ Մենք ստեղծելու ենք ազգային հետախուզություն, որը որ իր մեջ ներառելու է հակահետախուզության ֆունկցիաներ եւ իրավունք չի ունենալու զբաղվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ եթե նա չի ընկել դիտարկման դաշտ
կապված իրենց ֆունկցիոնալ խնդիրների հետ։ Այդ թվում հետախուզության կազմի մեջ մենք տանելու ենք քննչական ծառայությունը վերաբերվող մասով եւ նրանք զբաղվելու են միայն ու միայն արտաքին անվտանգության հարցերով այդ քննչական ծառայության մի վարչությունը քննչական կոմիտեն փակվելու է լինելու է MVD-ի կազմում քննչական կոմիտեն որ իմանա որ ինքը պիտի պայքարի նարկոմանի դեմ որ իմանա որ ինքը պիտի պայքարի կներեք Հայաստանում բռնությունների սպանության դեմ տարե անկախ ինչ որ մի հատ կառույց են սարքել դրել են քաղաքական գործիչների տեղ սպասարկում են քաղաքական գործիչներին չէ հելելու եք ռադ քաշեք ընդ Պաշտպանության նախարարի պաշտոնը լինելու է զինվորական պաշտոն կառուցվածքը լինելու է ամբողջովին զինվորական Ինչքան քաղաքացիականներ այնտեղ կան, կամ պետք է լինեն զինվորական, կամ էլ պետք է լինեն ռադները քաշեն, թող գնան իրաց տունը խորոված ուտեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն վերանալու է իսպար։ Վերանալու է ու մենք շատ հարցեր ունենք այդ կոմիտեի հետ, որտեղ նրանք էլ են զբաղված քաղաքականությամբ։ Դա ընդհանրապես քրեական հանցագործությունների, կոռուպցիան քրեական հանցագործությունների տեսակ է։ Եկեք ուրեմն սպասենք, մի հատ էլ սարքենք քննչական սպանության կոմիտե, քննչական բնակարանային գողության դեմ կոմիտե, մի հատ էլ կոմիտե սարքենք, չգիտեմ ինչ։ Գիտեք, մի հատ վրացական կինո կա, Կառասի մասին, բայց անունը չեմ հիշում։ Ուրեմն մեկը սենց մեծ կառաս բան ունի, գինի ունի, Մերում մի հոգու դնում է, որ այդ կառասը գինին չգողանան։ Քշերը գալի թաքուն նայում է, տենում է էսի բացում է մի բաժակ խմում է։ Գնում մեկ ուրիշի է բերում, որ նստի սրա հետևից նայի, որ հանկարծ էսի չխմի։ Քշերը գալի էլի թաքուն նայում է, տենում է ամել երկուսով են խմում։ Վերջը տենց հա դնում, վերջում գալիս է տենում է մի 10 հոգի, որ իրար հետևից պետք է հետևեին, նստած խորովածով, բանով իր գինով քեֆ են անում։ Հիմա մեր հսկողության այդ կոռուպցիայի դեմ պայքարը, չգիտեմ են հանցագործության դեմ պայքարը իրականում վերածվել է քաղաքական գործերի եւ ժողովրդի դեմ պայքարի, ասֆալտին թռելու պայքարի։ Հասկանում եք։ Դες դա է ամեն ռեգիոնում, ամեն քաղաքում, հələ քաղաքները լավ։ Ամեն մի փոքր բանում դատախազ կա, քննիչ կա, ոստիկան կա, ազգային անվտանգության ծառայություն կա, վերստուգիչ մարմին կա։ Հա այդ բանում 50 հոգի մարդ են ապրում, կարող է 100 հոգի ապրեն։ Գլխներին 8 հատ ծառայություն կա վերահսկող։ Իսկ իրականում իրանք զբաղված են այն վերևի են ցիլոյով մարդու կամակատարությունները կատարելով։ Էտա մեր երկրի դրա համար այդպես է բռնապետությունն է դարել։ Որտեղ այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն իրականում քաղաքական մեր քաղաքացու անվտանգությունը ներքին անվտանգության մասին է։ Արտաքին անվտանգությունը զբաղվում է մի հատ պաշտպանության նախարարություն, մեկ էլ մի հատ sense կիսակտուր ծառայություն։ Շո։ Պատկերացնում եք ներքին անվտանգությունով։ Տեսեք քանի կազմակերպություն է զբաղված։ Կոռուպցիայի դեմ պայքար։ Դա ասում եք բռնաբարության դեմ պայքարի կոմիտե էլ սարքենք։ Չեմ հասկանում։ Մենք անցնելու ենք նախագահականի։ Կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը։ Ու ամեն ինչ այսպես է լինելու։ Այսպես, մենք ձևը գիտենք։ Բարոն գեներալ, տեսեք, վերջին շրջանում շատ են մարդիկ խոսում այն մասին, որ ձեզանից ավելի շատ նոր բացահայտումներ, նոր այսպես փաստերի են սպասում եւ շատ խոսք է գնում հատկապես գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված այդ խոսակցությունները, այդ շշուկները, որոնք արդեն ավելի են տարածում։ Ի վերջո ո՞րն է ճշմարտությունը։ Պարոն Ղուշյան, ես մի անգամ այդ հարցով խոսել եմ, ճիշտ ասած,
ել չեմ ուզում անդրադառնամ, իմ կարծիքը ես արտահայտել եմ, ուղղակի այս ամենը նորից ուզում են փորձեն այդ պարտությունը, չգիտեմ, այդ բաները նորից զինվորականների վրա։ Կլասիկա է։ Հասկանում եք։ Կլասիկա է։ Ու դա առաջինը չի որ Նիկոլն է անում։ Զինվորականների հանդեպ չի կարելի նման բաներ խոսալ։ Զինվորականները մեր ազգի հարստությունն են։ Ես ասել եմ, սպան ազգային հարստություն է։ Դա պետք է հասկանալ։ Այն մարդը, որ երկիրը պաշտպանում, ինքը ազգային հարստությունն է։ Ու իրան պետք է այդպես էլ վերաբերվել։ Ոչ թե ասել, այս դիրքը սենց է եղել, այս դիրքը։ Հայ ձեր ցավը տանեմ։ Եկա զորքը մտնում է, ցուցում չեք տալի։ Ձեր դիրքորոշումը չեք ասում։ Ես եղել եմ պաշտպանության նախարար, պարոն Ղուշյան։ Ուրեմն մի 10 անգամ, ասենք որ գնում էի բանակցությունների, չէ՞։ Ես մի 10 ամեն գնալուց առաջ եւ մի 10 անգամ ես Նիկոլ Փաշինյանին հարց էի տալի։ Ինձ խնդրում եմ, ասեք ձեր դիրքորոշումը Արցախի ապագայի մասին։ Ու տալիս է իրեն տարբերակ։ Արցախը Հայաստանի կազմում, Արցախը անկախ պետություն եւ երրորդ տարբերակը, որ բանից պարզվում է ինքը հորինել է բանով, որ երրորդ տարբերակն էլ կար։ Ես նույնիսկ մտքովս չէր անցնում, որ կարանք ասենք Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Բայց ինքը այդ երրորդ տարբերակը գնաց, այդ երկու տարբերակից մենք չհասկացանք, ու ես հիմա հասկանում եմ, ինչի ինքը չէր ասում, որ տարբերակն է, Հայաստանի տարածքա, թե Հայաստանի թե անկախ պետությունը։ Որտեւ ես դրանից հետո առաջարկում եի, ասում եմ, եթե նա Հայաստանի տարածքը, եկեք սաղով ասենք այդպես է եւ սկսենք պաշտպանել։ Եթե ինքը անկախ պետություն է, ուրեմն եկեք ճանաչենք դա։ Ու խոսում են այդ դիրքորոշումների մասին, չգիտեմ, սենց մասին, ինձ հարց են տալի, ասում են, պարոն Կարապետյան, ո՞նց եք միացե դոգին, չէ՞ որ ձեզ ընդ մեկն էլ ասում է, դոգը հայում է, ինձ հայվել է, դոգը ինձի հայուած չկա։ Բացի դրանից, ես միակ գեներալն եմ եղել եւ միակ նախարարը, որ դոգը իմ մասին փիշ չի խոսած։ Այն ժամանակ հիմա մենք իրար չենք էլ ճանաչում։ Մենք գաղափարապես ենք միացել։ Մենք իրար չենք ճանաչում։ Մերը գաղափարապես միացում է։ Մի անգամ ինչ որ չգիտեմ, այնտեղ ասեց ինչ որ հարց կա իմ հետ, ճշտենք, բայց շատ կորեկտ։ Դե ճշտեց, երևի հասկացա, որ դա սուտ է ու դադարեց։ Ես նորից եմ ուզում ասեմ։ Ինձ ասում են, պարոն գեներալ, սպա Արշակ Կարապետյան, ով ասում մի քայի գլուխ։ Բոլորին եմ ուզում կրկնեմ։ Բերեք այն փաստը, որ դոկը Կարապետյան Արշակի մասին խոսելա կոպիտ։ Ցույց տվեք այդ վիդեոն։ Չեք գտնի, չկա տես բան։ Ոչ մեկ չմտածի, որ ես սուս եմ մնում, երբ որ այդ սոցցանցերում, չգիտեմ, այդ բաներում ինչ որ փորձում են ինձ վիրավորել, դա չի նշանակում, որ մենք դա մոռանալու ենք կամ ինչ որ բան ենք անելու։ Ես չեմ պատասխանում։ Ու ես խորհուրդ կտամ ավելի շատ վախենան այն մարդուց, որ պատասխան չի տալի։ Քան այն մարդուց, որ ընկնում է այս, ես էլ քո սենսը, ես էլ քո սենսը, այն հայկական այդ փողոցի բազար։ Մի բան ասեմ, ազնվական թագավորների ժամանակ ազնվականները, երբ որ ազնվականին վիրավորում էին, ինքը ընդունում էր միայն իրեն հավասարի այդ վիրավորանքը եւ գնում էր, ասենք, իրար խփում էին։ Իսկ երբ որ վիրավորում էր Իրանից ցածր ստատուսով մարդ, ինքը ուղղակի սատկացնում էր։ Իմ քաղաքականությունը դա է։ Ուղղակի ես հիմա իմ անձնական այն կողմ եմ դրել, մենք զբաղված ենք քաղաքական գործունեությամբ, չենք ուզում ոչ մի բան խանգարի դրան։ Կգա ժամանակ ամեն ինչ կային իր տեղը։ Եղավ, պարոն գեներալ, ուրախ է հերթական կապի համար, լավ մնացեք, հաջորդ շաբաթ կվերականգնենք մեր հերթական կապը, ձեզ հաջողություն եւ մինչ հանդիպում արդեն
նոր եթերում։ Շիրի բարեկամներ, մենք հյուրընկալել ենք համահայկական ճակատ շարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին։ Այսօր այսքանը, ցտեսություն։